Հայաստան ու Ադրբեջան այցելությունից հետո Հռոմ վերադառնալու ճանապարհին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության մասին։ ARD գերմանական ռադիոընկերության թղթակիցը հարցրել է Պապի կարծիքը եւ տեսլականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ թե դրանում ինչպիսի դեր կարող է խաղալ ինքն անձամբ։ Ի պատասխան կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, թե կրոնի դերն է օգնել հասնելու այդ նպատակին։ Ես կարծում եմ, որ միակ ճանապարհը անկեղծ երկխոսությունն է։ Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է քաջություն ունենալ դիմելու Հաագայի միջազգային դատարան։ Ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմը միշտ կործանարար է։ Սիրիացի իրավապաշտպանների հաղորդմամբ Ասադի վարչակազմը շարունակում է ռմբակոծել Հալեպի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող թաղամասերը։ Տեղից ստացվող վերջին հաղորդումների համաձայն կառավարական զորքերը հիմնականում գրավել են քաղաքի կենտրոնն ու այժմ արդեն կրակի տակ են առել հյուսիսային հատվածները։ Լոնդոնում գործող դիտորդների տվյալներով հրադադարի մասին ռուս-ամերիկյան համաձայնության տապալումից հետո տեղում ավելի քան 400 խաղաղ բնակիչ է զոհվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկով էլ անցած 12 օրվա ընթացքում միայն Հալեպում 106 երեխա է սպանվել։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հարուստ երկրներին մեղադրում է փախստականներին ընդունելու ցանկություն չունենալու մեջ։ Այսօր հրապարակած զեկույցում իրավապաշտպանները նշում են, որ միգրանտների արդարացիպ տեղաբաշխմանը խոչընդոտում է հարուստ երկրների եսասիրությունը։ Փախստականների ավելի քան կեսը ապաստան են գտել աշխարհի 10 աղքատ երկրների տարածքում՝ Հորդանանում, Թուրքիայում, Պակիստանում, Լիբանանում, Իրանում, Եթովպիայում։ Արձանագրում է հեղինակավոր կառույցը այսօր հրապարակած զեկույցում շեշտելով, այս երկրների ցանկում չկա անգամ մեկ պետություն, ոչ մեծ յոթնյակից, ոչ էլ Եվրամիությունից։ WikiLeaks կայքի հիմնադիր Ժուլիան Ասանժը խոստանում է մինչև տարեվերջ ամերիկյան ընտրական գործընթացներին վերաբերող միլիոնավոր կարևոր փաստաթղթեր հրապարակել։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հեռուստակամրջի ընթացքում, որը կազմակերպվել է WikiLeaks նախագծի 10-ամյակի կապակցությամբ։ Ասանժով արդեն 4 տարի է չի կարողանում լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանության շենքը, ձերբակալության միջազգային օրդերի պատճառով խուսափել է հրապարակվելիք փաստաթղթերի մասին մանրամասներ հայտնել։ Ըստ լրատվամիջոցների խոսքը կարող էր լինել Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնին վարկաբեկող նյութերի մասին։ Ասանժը սակայն հայտարարել է, թե նպատակ չունի օգնելու Քլինտոնի հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին։